Պարոն Աղազարյան, վերջին շրջանում իշխանությունների կողմից կոնկրետ թիրախավորվում են սրբազանները, եկեղեցականները։ Նիկոլ Փաշինյանը պահը բաց չի թողնում, որ ասի գնում ենք վեհարանը վեհափառից ազատելու, վեհարանը վեհին պարբերաբար Facebook-ում ստատուսներ է գրում։ Արդեն 3 սրբազան ունենք կալանավորված, մի քանի քահանաներին անհարմարություն պատճառելով ձերբակալել էին։ Դուք սրան ո՞նց եք վերաբերվում, ինչպես հայ քրիստոնյա։ Նիկոլ Փաշինյանը ստում է, ինքը նպատակ չունի վեհարանը վեհին տալու, այսպես կոչված գաղափարով առաջնորդվելու, իր նպատակը բոլորովին այլ է, չնայած մի փոքր մի փոքր շեղվում է իմաստով, որ իր այս աշխատանքը ինչ-որ իմաստով արդյունքներ տալիս է, այն իմաստով, որ մենք ճանաչեցինք Արամի նման հոգևորականին, որը ասենք դավաճանության անմարդկայնության խորհրդանիշը։ Շնորհակալություն վարչապետին, որ հնարավորություն ստեղծեց նման մարդկանց բացահայտելու համար, որովհետև եթե դու քեզանից ինչ-որ բան ներկայացնում ես, ապա բարի լինեի ժամանակին այդ հարցը բացասնել եւ ոչ թե այսօր, երբ որ վարչապետը ինչ-որ նպատակներ է հետապնդում։ Իսկ ինչ նպատակ է հետապնդում վարչապետը, ոչ թե եկեղեցին մաքրելու, այլ եկեղեցին պարակտելու, որովհետև այս քայլերը կբերի նրան, եթե ինքը հաջողության հասնի, ես կարծում եմ ամենայն հավանականությամբ մոտ է դրան, ապա ինքը այստեղ ինչ-որ մեկին կաթողիկոս կնշանակի, Հայաստանից դուրս եկեղեցիները մեր հայ-արաքելական եկեղեցիները չեն ենթարկվել կաթողիկոսությանը, իրանք էլ այնտեղ կստեղծեն կաթողիկոսություն կամ կմիանան գիլոյկյո կաթողիկոսությանը եւ Հայաստանը կպարփակվի իր այսպես ինքն իր մեջ այդ իրական Հայաստան կեղծ ասում ենք մոդելով, ինչը պետք է հիմք հանդիսանա իր համար 4-րդ հանրապետության ցնորաբարո գաղափարը կյանքի կոչելու, այսինքն այս Հայաստանով եւ հետեւաբար դրանից բխող բոլոր բացական հետևանքներով, այսինքն ամեն ինչքան པարզ չի, որ ինքը ուզում է եկեղեցին մաքրի եւ այլն, որովհետեւ եթե ինքը այդ մղումներով առաջնորդվեր, ապա ինքը 5 տարի 6 տարի առաջ էլ գիտեր այդ խնդիրների մասին, որոնք կան, մենք էլ գիտենք, որ կան խնդիրներ, ինչի մասն է խոսքը, այն ժամանական էր, ինքը հիմա է անում, որովհետեւ ինքը նպատակ ունի 4 հանրապետություն ստեղծելու, 4 հանրապետություն ստեղծել վերացնելով 3 հանրապետությունը, դա շատ վտանգավոր հետևանքներով է հղել։ Հիմա չեք հավատում պարոն Աղազարյան Նիկոլ Փաշինյանի այդ թեզերին, այսինքն ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի նկարը ձեր սենյակում կա, թե էլ արդեն վերացավ։ Չէ, նկարը չկա հիմա։ Էլ չեք հավատում ոչ մի կերպ։ Չէ, բաներ կա հավատում, բաներ կա չեմ հավատում։ Օրինակ եկեղեցում ասով այս գործողությունների հիմքը ո՞րն է։ Ասում են օրինակ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ Ադրբեջանի կրոնական թեմի առաջնորդի խոսույթն է Հայաստանում իրագործում, այսինքն կոնկրետ ուղղորդված գործողություններ են Փաշազադեից։ Կա այդտեղ ինչ-որ ճշմարտության հատիկ, որովհետև չի կարող այդքան ասենք զուգադիպություններ լինի, կամ ուղղակի երկու ուժերն են նույն գիծն են հետապնդում, հեռական նույն գիծն են հետապնդում, եւ հետեւաբար այդ իմաստով է նաեւ համընկնում իրաց տեսակետները։ Իսկ հնարավոր է, որ այս գործողություններով Նիկոլ Փաշինյանը փորձում է իր ընկած ռեյտինգը բարձրացնի, որպեսզի նախընտրական փուլում ասելիք ունենա ժողովրդին։ Չէ, ինքը զերով իր ռեյտինգը չի բարձրացնում, ճիշտ հակառակը, իր ռեյտինգը կգնի, բայց ինքը ուժի ձևով կգնա ընտրությունների, մոտավորապես Մոլդովայի բանով, տարբերակով, ասենք 1-2 ուժի ուղղակի ընտրաշավի ժամանակ դուրս կհանեն ընտրապայքարից եւ այդ ձևով ինքը պիտի փորձի հաջողության հասնել, ասենք ժողովրդի մեջ, ընտրողների մեջ ապաթիայի բանը բարձրացնել, գործակիցը բարձրացնել, իր ընտրազանգվածը կգա ընտրության, որի տեսակարարը մեծ կլինի քիչ քանակությամբ ընտրողների դեպքում եւ ինքը կկարդանագրի հաջողություն, այդ է նպատակը։ Շնորհակալություն։